33 հուղարկավորված ունենք, մեր խոսքը չի վերաբերվում միայն 33 զոհված զինծառայողներին, այսինքն 33 մոտավոր պլյուս մինուսով հստակ թիվ չեմ կարող ասել, հուղարկավորված են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, բայց մեր խոսքը միայն չի վերաբերվում եղբայրական Ստեփանակերտ, այլ վերաբերվում է Արցախի ամբողջ տարածքում 23 թվականին զոհված եւ հուղարկավորված, դա կլինի Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը, կլինի Ասկերանի շրջանում, կլինի Մարտակերտի Մարտունու, այսինքն խոսքը վերաբերվում է Արցախի ամբողջ տարածքում հուղարկավորված մեր 23 թվականի զոհված զինծառայողների մասին է խոսքը։ Հետո էլ ասում են, ես չեմ հասկանում, իրանք հասարակ քաղաքացիներ չեն զոհված, իրանք զոհված զինծառայողներ են։ Հետո էլ ասում են զինվորի թիկունքը, զինվորի թիկունքը այսպես են պահում, զինվորի տեղը այս ձև են իմանում։ Ոնց կարելի է, ախր բոլորն էլ մեր զոհված հարազատներն են, եղբայրներն են 90-ական թվականներից սկսած մինչև հիմա, բայց գոնե այդ անցած թվականներին հուղարկավորվածները, գերեզմանները բարեկարգված է, իսկ մեր հարազատների շիրիմները ոչ մի տիպի, ոչ մի գործ արված չի, ընդամենը 2 օրվա հուղարկավորված հողակույտ է, ոնց կարելի է նման բան թույլ տալ, ոնց եք դուք պատկերացնում ծնողը, ոնց կարող է այդ ամեն ինչը չգիտեմ, համացանցով, ինտերնետով կլինի, հեռուստացույցով կլինի, նման կադրերը տեսնելուց, ինչ պետք է զգա։ Մի պահ ամեն մարդ, որ ինքը այդ ցավը, մի պահ ինքը պատկերացնի, ինքն է մեր փոխարեն, երևի մեզ ավելի լավ կհասկանա։